Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ես նախ երկու հարցի խոստացել էի, որ կանդրադառնամ, չհասցրեցի, պարոն Աղազարյանը հարցնում էր պետական պարտքի ու մեր հարկեր-հնա հարաբերակցության մասին, ուրեմն հարկեր-հնա հարաբերակցությունը, պարոն Աղազարյան, 2024-ին 23-ի համեմատ նվազել է կես տոկոսային կետով։ Այդ նվազումը տեղի ունեցել առավելապես ավելացված արժեքի հարկի նվազման հետևանքով, այստեղ պատճառների մասին ես նշեցի, կարող մեկ անգամ էլ գտնեմ, դա մեր տնտեսական աճի կառուցվածքի հետևանք է, եւ հիմնականում այդտեղ կարելի է առանձնացնել բանկային հատվածը, որը բավականին մեծ ներդրում է ունեցել հնայի մեջ, սակայն այդտեղից ավելացված արժեքի հարկ չի հավաքվում, եւ եւս մի քանի ոլորտներ, այսինքն եթե մենք չեզոք հասնեինք այդ բոլոր շեղումները տնտեսական աճի կառուցվածքի, մենք հարկեր հնա հարաբերակցության վատթարացում չենք ունենա, բայց մի բան էլ է կարեւոր, միգուցե մենք հարկեր հնա հարաբերակցության առումով աճ չունենանք, բայց դա չի նշանակում, որ տնտեսական աճը վատն է կամ դրանից պետք է դժգոհել, որովհետեւ շատ դեպքերում լինում է, երբ որ մենք առանձին ոլորտների հարկային արտոնություն ենք տալիս, հրաժարվում ենք այդ ոլորտի հարկերից, որպեսզի այդ ոլորտում ակտիվություն լինի, ներդրումներ լինեն եւ աշխատատեղեր ստեղծվեն։ Պետական պարտք դրա մասին շատ է խոսվում ու ամեն հարմար առիթի մեզ հիշեցնում է, որ պետական պարտքի ծավալը աճել է։ Մենք էլ ամեն հարմար առիթի պատասխանում ենք, որ պետական պարտքը բացարձակ թվով աճում է բոլոր երկրներում, գրեթե բոլոր, որտեղ երկրները վարում են բյուջեի դեֆիցիտի քաղաքականություն, այսինքն ավելի շատ ծախսում են, քան հավաքում են։ Շատ ավելի կարևոր ցուցանիշ է, թե քո պարտքը քո տնտեսության քանի տոկոսն է կազմում։ Եթե այդ ցուցանիշով նայենք, 2018 թվականին պարտքնա հարաբերակցությունը կազմել է 55.7%, 2024 թվականին 50.3%, այսինքն մեր մոտ պարտքային բեռի նվազում է տեղի ունեցել, չնայած թվի բացարձակ աճին։ Իհարկե շատ լավ կլիներ, որ երկիրը շատ դեպքերում պարտքի կարիք չունենար, ինչի ճանապարհներից մեկը հարկային վարչարության բարելավումն է կամ հարկային արտոնությունների սահմանափակումը, բայց մենք ունենք այնինչ ունենք եւ այս պարտքի ավելացման մեծ մասը, ել եմ կրկնում, բաժանարկել ճգնաժամային ֆորս մաժորային իրավիճակում, երբ որ տնտեսությունը փաստացի կանգնած էր մի քանի ամիս, հարկային եկամուտներ գրեթե չէին գեներացվում, բայց մենք ունենք ծախսերի աննախադեպ աճ, անհրաժեշտություն եւ դրա հետևանքով պետական պարտքներ գրավելը միակ ճանապարհն էր։ Պարտքի տոկոսադրույքի մասով էլի հարց հնչեց, մեր պարտքի տոկոսադրույքը վերջին 3 տարիներին հետևյալ դինամիկան է ունեցել, միջին կշռված տոկոսադրույքը 22 թվականին եղել է 6.3%, 23 թվականին 7%, 24 թվականին 7.2%։ Սա էլ հիմնականում երկու բանով է պայմանավորված։ Առաջին, որպես երկիր, որը զարգացման որոշակի մակարդակից վերև է անցել, արդեն մեզ արտոնյալ պայմաններով վարկեր չեն տրամադրում, եւ երկրորդ, մենք պետական պարտքի մեջ նախապատվությունը տվել ենք ներքին պարտքին, որպեսզի փոխարժեքային տատանումները մեր պարտքի կայունության վրա չազդեն, ինչը բնականաբար ավելի թանկ է։ Երբ որ մեր երկիրը կգա զարգացման մի որոշակի աստիճանի եւ մեր մոտ այդ ռիսկի հավելավճարը կամ ռիսկայնությունը կնվազի, պետական պարտքը, ներքին պարտքը նույնպես կեժանանա, հույս ունենք մի օր այդ տարբերությունը այդքան էլ մեծ չի լինի։ Հիմա մի քանի ուրիշ բաներ էլ անդրադառնամ։ Պարոն Օհանյանի ասացին, պարոն Օհանյան, որ ասացիք ձեր խոսքով, որ քննադատությունը ցավագին եք ընդունում, իրականում ցավագին չենք ընդունում ու շատ նորմալ ենք ընդունում, եթե դա քննադատություն է իրականում, բայց շատ դեպքերում մենք գործ ունենք ոչ թե քննադատության հետ, այլ փաստերի խեղաթյուրման հետ, որովհետև այստեղ մատուցվում են տեղեկություններ, որոնք իրականության հետ ընդհանրապես որևէ կապ չունեն։ Ու սա երբեմն անհրաժեշտ է դարձնում, որպեսզի մենք հասարակությանը ներկայացնենք, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Բայց սա մի քիչ զարմացնում է, որովհետև հաշվի առնելով, որ ձեր խմբակցության կազմում կան մարդիկ, մեծամասնությունը, որոնք բարձրաստիճան պետական պաշտոնյաներ են եղել, ինձ համար մի քիչ տարօրինակ է լսել բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Ու շատ դեպքերում ես ինքս գիտեմ, որ դուք էլ ձեր հասածներին մեծ վերապահումով եք վերաբերվում, որ օրինակ ձեր առաջի շարքը նայում եմ,
3 հոգի նստած եք, 3 էլ նախարար եք եղել, պաշտպանության նախարար, էկոնոմիկայի նախարար, շրջակա միջավայրի նախարար, գյուղատնտեսության նախարար, պարոն Գևորգյանն է որ լիներ, կունենայինք նաև տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Աղվան Վարդանն վերևը սոցիալ ամբողջ կառավարություն եմ նստած, բայց վեր եք ենում մեկ-մեկ նես բաներ եք մեզ ասում, նես բաների վրա եք շեշտադրումներ անում, որոնք դուք բառացի նույն բանը մեր փոխարեն կասեիք կամ կանեիք։ Եվ ինձ ամենաշատը նաև զարմացնում է այն, որ խոսում եք հարկատուներից, ժողովրդի վիճակից, բայց եթե նայում ենք դուք ինչով եք զբաղվում, դուք զբաղվում եք շատ հաճախ հարկատուների հաշվին աշխատավարձ ստանալով, այդ նույն հարկատուներին ապատեղեկատվություն մատուցելով եւ մոլորեցնելով։ Չեմ կարծում, որ դա ամենաճիշտ բանն է, որով կարելի է զբաղվել։ Ու դրա համար օգտագործում են բոլոր ռեսուրսները, այսինքն կապ չունի ճիշտ է, սխալ է, կարևորը որ կառավարության նկատմամբ դժգոհություն գեներացվի, ինչու նաև ոչ նաև ատելություն գեներացվի, ու մարդիկ 10-ից մեկն էլ հավատա էլի լավ է։ Այս տրամաբանությունն է աշխատում, դրա համար ես շատ կարևորում եմ կրթության վրա մեծ ուշադրություն դարձնելը, որտեղ երկարաժամկետ առումով այդ հարցի լուծումը այն է, որ մարդիկ մեր մոտ լինեն տեղեկացված, կրթված, որտեղ կրթված մարդկանց մանիպուլացնելը շատ ավելի դժվար է, եթե ոչ անհնարին։ Եվ նաև Տիկին Գրիգորյան Աննային եմ ուզում անդրադառնալ, ցավոք այստեղ չի, Ամուլսարի մասին էր խոսում, եթե Ամուլսարի մասին չխոսեր չէի անդրադառնա, բայց քանի որ խոսեց, պիտի անդրադառնամ էլի։ Ամուլսարի պատմությունը բոլորս գիտենք, դուք էլ գիտեք, ու Ամուլսարի դեմ սաբոտաժը ով էր կազմակերպում, դա էլ գիտենք։ Ամուլսարի դեմ սաբոտաժի գլխավոր կազմակերպիչներից մեկը Տիկին Գրիգորյանի կուսակցության ղեկավարն էր։ Այսինքն այդ պատմությունը գնացեք Սյունիքի մարզում հարցը կամ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում ով չգիտի, թե ովքեր էին Ամուլսարի դեմ ծրագրված արշավ կատարում։ Այսինքն այս պարագայում մի բանը ամեն գնով փորձել վիժեցնել, հետո գալ այդ բանի մասին խոսալ, ես չգիտեմ դրան ինչ անուն կարելի է տալ։ Եվ մեկ էլ որ ասում եք իմ հարևան Պողոսը ինչպես է վերաբերվում, ես չգիտեմ գույքահարկին եւ այլն, դա էլ հիշեցնեմ, այդ իմ հարևան Պողոսի պատմությունը ծնվել է Ամուլսարի ժամանակ, երբ որ դուք ակտիվ պայքարում եք ու անգամ կոչ եք անում հանրաքվեի դնել այդ հարցը, եւ ես գրառում արեցի այն ժամանակ, որ մասնագիտական հարցերը սխալ է հանրաքվեով լուծել, որովհետեւ դրանք գիտելիքներ են պահանջում ու սխալ կլինի, եթե օրինակ իմ հարևանը Պողոսը պայմանական ասած, որը գրագիտության հետ խնդիր ունի, այդ որոշման կայացման մեջ ավելի շատ դերակատարություն ունենա, քան որևէ մեկը, որ այդ հարցից ավելի լավ հասկանում։ Դե հետո դա դարձավ թեւավոր խոսք, մինչև այսօր բանականում, բայց այս դեպքում հարգելի գործընկերներ, Ամուլսարի վատ հարևանները դուք եք, որոնք ամեն ինչ արեցին, որ այդ ծրագիրը հնարավորինս ձգձգվի ու չկայանա։ Բայց փառք Աստծո, մենք ունենք այսօր մի իրավիճակ, երբ որ հարցը արդեն գտնվում է հանգուցալուծման փուլում եւ Ամուլսարի հանքավայրը մինչեւ այս տարվա վերջ արդեն կսկսի աշխատել եւ Հայաստանի Հանրապետության համար կապահովի թե լրացուցիչ աշխատատեղեր, թե հարկեր, թե արտարժութային մուտքեր։ Թերևս այսքանը կառավարության գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում իրենց կատարած աշխատանքի համար եւ կոչ եմ անում, եթե քվեարկելու ենք, չենք քվեարկելու, չէ՞։ Ամեն դեպքում ավել պակասի համար կներեք, որ 3 օր այս թեման քննարկում ենք ու շատ դեպքերում օրակարգի չեղվեցինք, բայց հարցեր կար, որոնց պատասխանները պետք է տրվեն։ Շնորհակալություն։